Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6,5% մակարդակում։ Այս որոշումը պայմանավորված է գնաճային, միջավայրի եւ մակրոտնտեսական զարգացումների համակողմանի գնահատմամբ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծում է, որ վերջին ամիսներին գնաճը գտնվում է վերահսկելի տիրույթում եւ մոտ է նպատակային ցուցանիշին։ Միևնույն ժամանակ արտաքին աշխարհում պահպանվող անորոշությունները շարունակում են ազդել տնտեսական հեռանկարների վրա։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 12-ամսյա գնաճը կազմել է մոտ 4,7%, ինչը համեմատաբար կայուն մակարդակ է։ Սակայն կենտրոնական բանկը շարունակում է զգուշավոր քաղաքականություն վարել, հաշվի առնելով ինչպես արտաքին պահանջարկի հնարավոր նվազումը, այնպես էլ տարածաշրջանային ռիսկերը։ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը էականորեն ավելացել են։ ԱՄՆ-ի տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման, աշխատաշուկայի պայմանների թուլացման եւ նավթի համաշխարհային գների կտրուկ աճի հետ կապված ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարների վրա։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի տեղեկացմամբ աշխարհաքաղաքական անորոշությունները, միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը, համաշխարհային արժեշղթաների հնարավոր խաթարումների վերաբերյալ մտավախությունները համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության հիմնական աղբյուրն են։ Օրինակ, եթե Իրանում հակամարտությունը շարունակվի, Հայաստանի Հանրապետությունում գնաճը կավելանա 1,2-ից 1,7%-ով։ Պատճառը նաև նավթի գինն է։ Այս համատեքստում հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկի միջավայրի պահպանումը, իսկ մյուս կողմից գնաճային միջավայրի ավելացման ռիսկերը մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից առաջիկայում դրամավարկային պայմանների պահպանման կամ թուլացման հետաձգման հավանականությունը։ Տնտեսական ակտիվության առումով արձանագրվում է որոշակի դանդաղում նախորդ տարվա բարձր աճի համեմատ, սակայն ընդհանուր միտումը շարունակում է մնալ դրական։ Ծառայությունների եւ շինարարության ոլորտները շարունակում են մնալ աճի հիմնական շարժիչ ուժերը։ Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, ինչպես նաև առկա են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճային ռիսկեր։ Զուգահեռաբար մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումները շարունակում են դրսեւորել հիմնականում կայունացման միտումներ։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ կենտրոնական բանկն փոքր-ինչ երկար կպահպանի տոկոսադրույքը ընթացիկ մակարդակում, միջնաժամկետ հորիզոնում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6,25%։ Փորձագետների գնահատմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքի պահպանումն այս փուլում նպատակ ունի ապահովելու գների կայունությունը առանց տնտեսական աճը կտրուկ սահմանափակելու։ Կենտրոնական բանկը նաև ազդարարում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է վերանայել իր քաղաքականությունը արձագանքելով տնտեսական միջավայրի փոփոխություններին։ Մի կողմից խորհուրդը դիտարկել է A-տիպի սցենարներ, կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման եւ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից խորհուրդը քննարկել է B-տիպի սցենարներ, կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարների եւ ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի։ Արդյունքում հավասարակշռելով վերնշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների ապահովման համար։ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ միջնաժամկետ հատվածում գնաճը կկայունանա թիրախային մակարդակի շուրջ։ Մարտին Գալստյանը վերահաստատեց, որ կենտրոնական բանկը շարունակելու է հետևողականորեն արձագանքել բոլոր ռիսկերին եւ անհրաժեշտության դեպքում վերանայել դրամավարկային քաղաքականության գործիքակազմը, ապահովելու մակրոտնտեսական կայունությունն ու ֆինանսական համակարգի հուսալիությունը։ Իդեպ 2026 թվականի ապրիլից կենտրոնական բանկը սկսում է թղթադրամների փուլային փոխարինում, ներդնելով նոր նմուշներ ավելի ժամանակակից
դիզայնով եւ բարձր պաշտպանվածությամբ։ Գործընթացը լինելու է աստիճանական։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։